Չորեն եմ առել, որ դրան Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Լենիկ տատի տարին հաջող է սկսվել, ինչպես գյուղում են ասում, էլ դուսուս։ Լավ նորությունը լավի հետևից է գալիս։ Ձմռան կեսից հավերը իրար հերթ չտալով թուղթ նստեցին ու բոլ-բոլ ճտեր հանեցին։ Այսօր էլ լսել է, որ թոշակները բարձրանում են, բայց տատի կողքին նստած պապը նրա ուրախությունը չի կիսում, էլի նույն նորություններից լսել ու հասկացել է, որ բարձրացումը ոչ բոլորի համար է լինելու 10,000 դրամ։ Հետո մի բան էլ, թոշակներն աճում են ընդամենը 1-2 հազար դրամով, բայց գները բարձրանում են այնքան արագ, որ արբանյակն էլ հետևից չի հասնի։ Մտնում ես խանութ, նույն ապրանք է, այսօր մի գին է, հաջորդ այցին մեկ այլ գին, իսկ տարբերությունը դեպի վեր։ Դրա համար էլ տատի հույսը էլի իր ձուածան հավերն են։ Ձուն կծախի ու պակաս պռատը կլրացնի։ Մարդ էլ կա տատին հանդիմանում է, թե ձուն թանկացրել է։ 150 դրամով թորեն եմ առնում, ասում էժանություն կա, մի կիլո թորենը 150 դրամ է։ Բայց ձուն չծախես, կոնյակու օգուտը քաղես։ Դե որ ապրանքները խանութում ամեն տարի տեղին անտեղի թանկանում են, նորություն չէ, բայց որ ձեռքը կանխիկ փող չի տեսնելու, դրանից նեղվում է։ Օրինակ երկրի ղեկավարը, որ այսպիսի օրենք է մշակել ու ընդունել, իսկի մտածել է իր մասին կամ իր նմանների, ամեն օր կաթ ու ձու ծախող իր նմանների մասին, որ մի քանի կոպեկ են վաստակում, իրենց կարիքները հոգում։ Հրեն հարևան իրենից ձու է առնում, մի հարևանից կաթ մածուն է առնում։ Դե հիմա պարզ չի, որ քարտով առևտրից մի 10,000 դրամ ետ ստանալու շահադիտական նպատակով հարևանը էլ իր դուռը չի գալու, բայց չստացվեց, որ 10,000 դրամ ավելացվեց, բայց մի 10-20,000 դրամ պակասեցվեց, զարմացած է տատը։ Էդ հլա մի կողմ, բա ինչ անի այդ 10,000 դրամի համար հարազատներից ընկնի։ Քարտը ինձ ձեռնտու չի, ես շատ երեխեք ունեմ, շատ թորներ ունեմ։ Գնում ենք, գալիս ենք, ծնունդ, կնունդ, ես տանեմ քարտն ասեմ առ, ոնց կլի։ Այդ կծանա գիտես, դմտի։ Աքաղաղը կծան է, բայց պապը շատ կուզեր, որ արեգակն էլ էս ավանդախափան օրերին կծեր ձմռան ցրտից անընդհատ սառչող մարմինը։ Գարունն էս տարի ժամանակից շուտ է եկել օձուն, վրթանես պապն էլ ջերմանալու հույսով թիկնվել է ու հիանում է իր ակտորներով։ Մի քանի օր էլ կսպասի ու տնամերձ հողը կփխրեցնի ու ցանկ կանի, բայց առայժմ շտապելու տեղ չունի ու քանի որ հյուրեր ունի ու քանի դեռ փայտի վառարանն էլ տաք է, տեղը տեղին պլեջ կանի։ Կարտոֆիլն իր հողից է առանց թունաքիմիկատների աճեցրած, էկոլոգիապես մաքուր, բաչե խանութից ձեր առած ու 1000 ու մի քիմիա տված, ասում է պապն ու բարակ կտրատում կարտոֆիլները։ Աղանեմ, պլեջը առանց աղի կլի, աղի ցամով ինչ կա։ Թերիք հավարթան, Դու չես ասող ես, դու շատ ես անում դրում այդ մասին։ ես տենում եմ։ Տատի հետ վիճելն իզուր է, ասում է պապն ու ժպտում, պապը ժամանակին փորձել է վիճել տատի հետ, հետո զենքերը ցած է դրել։ Ամուսինները 80-անց են, լավ կյանք, լավ աշխատանք են ունեցել, հիմա էլ ծերություն, որ այդքան էլ հանգիստ չէ։ Ճիշտ է, գյուղամեջ շատ չի գնում, բայց եւ լավատեղյակ է, որ գյուղի ջահելները պարապ-սարապ ման են գալիս։ Աշխատանք չգտնելով այստեղ բռնում են խոպանի ճամփան։ Իսկ ջահելի գնալը 1000 ու մի հետևանք է ունենում, տանը մնացած աղջիկներ, ծնունդների պակաս, ասում է անցի երբեմնի քաղաքին հավասար օձունի փողոցներով, ինչքան ավերված տներ կտեսնես, որ անտերությունից արդեն կռացել ու փլուզման եզրին են, ով գիտի թե աշխարհի ոչ ծայրում են դրանց տերերը, ով տնքում է ծերը։ Այսպես հազարամյակներով եկած շղթան կտրվում է, բնության օրենքները խախտվում։ Արդեն 30 տարի պապը սպասում է, թե պետությունը իրենց գյուղում գոնե մի աշխատատեղ կստեղծի։ Հիմի մեր ես գիգանտ գեղմը, շատ բաներ կան, որ մի հատ մարդ դուզ գա, ստեղ մի հատ ձեռնարկություն դնի, մի բան դնի, որ այդ ժողովուրդը գան աշխատեն։ Այսինքն դա այս պահը հենց այդ դիրքը այդ ձեռնարկություն դնողին պետք է աջակցի պետությունը։ Այնքան տուրք ու հարգ է տալի պետությունը, դնեմ
այս ներքին խավի ժողովրդի վրա, որ իրանց կարող է մի քիչ տհաշտ ուզգայ մեզ բացատրել մեզ ասիլը։ Բա ինչ ասես, որ Օձունի նախկին ձեռնարկություններից մի շենք էլ չի մնացել, ամեն բան քանդեցին, տախտակար տախտակ ծախեցին, տեղն էլ սքո սրահներ բացեցին կամ խանութ։ Մի կողմից էլ հարկ ու տուրքն է բարձրանում, որպես հետևանք բարձրանում են գներն ու դե արի ապրի։ Ու չգիտես թե որ է որի հետևանք է։ Պապը կարիքի մեջ չէ, փառք Աստծո, իրենց երեխաներն ու թոռները լավ են պահում, ասում է, բայց սիրտը ցավում է այն ընտանիքների համար, որտեղ 5-6 երեխա է մեծանում։ Գնում եմ հաց առնեմ խանութից, երկու պարավ ենք, մի կտոր հաց է մեզ հերիքա կամ բան չի, կամ կարագուտ ենք կամ չէ, բա 5 հատ երեխա ու 5-ն էլ դպրոցական, 5-ն էլ գնում են բանի, հաց եկել է, հաց է ուզում ուտի երեխան, այս հացերը մենք երկուսով համարյա երկու հացը հազիվ է այ մեզ հերիքը, ու այդքան բան չի, բայց բաներանք ինչ անեն, 36,000 դրամ է տալի թոշակ այսօր այն մարդու, որը ուրիշ տեղից ոչինչ չունի, ինքն էլ լավ նկատում թե չկա, բա ինչ անի նա։ Այնպես չի, որ Վրդանես պապը բողոքավոր մարդ է, իրենց գյուղում մարդիկ գիտի, որ թոշակի հույսին չեն, լավ էլ աշխատում են, անասուն պահում, հող մշակում, պետության տվածին էլ չեն նայում։ Բայց դե ոչ բոլորը ծանր աշխատանք անելու առողջություն ունեն, այ պետությունը նրանց համար է, պետական աջակցությունը այս տեսակ ընտանիքներին պիտի հասցվի, ասում է պապն ու շուռ տալիս արդեն պատրաստի պլեջները։ Վարշան պապն արդեն մաքրել ու կարգի է բերել տնամերձ հողամասը, չնայած առողջությունը մեկ-մեկնենգաբար դավաճանում է ու պապն օրերով անկողնուց դժվարությամբ է վեր կենում, բայց գարունը բացվելու հետ համառում է ու գործի անցնում։ Այգում մի սանտիմետր հողն էլ անմշակ չի թողնում, ինչ էլ լինի։ Ջահել ժամանակ էր, որ աշխատանքի հետ այդքան էլ սեր չուներ, բանակից եկել ու գեղեցկուհիներ էր աչքադրում, մեկ Ալավերդում, մեկ Սանահինի երկաթուղային կայարանում։ Մի խոսքով ոնց ասում են, պարապ-սարապ թրև էր գալիս, մինչև որ ոստիկան առաջը կտրեց ու առանց կարծիք ու կամք հարցնելու ուղիղ լեռնամետալուրգիական կոմբինատ տարավ ու հարկադրաբար աշխատանքի ընդունել տվեց։ Թե խիեսստի պարապման գալի, ասի պասպորտ չունեմ, ասավ ռավոդի կգազ, պասպորտը դել կտանք, քեզ էլ գործել կտանք, զավոդը մկը բանես։ Ենա որ էքսը գնացի, իրակուշտը էտա տարավասա պասպորտից մարդի պասպորտու։ Պասպորտը ոց, էտա գործնել զավոդը մը գործը կար, վիգրուսկ ենք ասում, էլի, վագոնների ապրանքը գալիս է, պղնձի մատերիալը, էդ թափում ենք։ Ենա վերջը որ եկավի տնին նթիվը, ինձ կադրեի բաժինը կանչեց, թե որ դու գեղացի ես, խի ես եկել ստի զավոդը մտին, ասի մի խուճկատին գրած չգեղ, ենա я сам начальник եմ զանգում, Կիրակոսյան Ռուբին էր անումը, զանգեց, Կիրակոսյան Ռուբին, ես Դավիթավյան Վարշամը, ոնց է, ինչ բան որա, հայ ասավ կուտունը չումի, 5-ից ծածա 10-ից էլ բացր է, իմ ամենալավ աշխատողնա, կրանով չկբնանմա, վագոններով պետագալի, մենականմա, ասմա դա իմ թեվույթուն գունքը էդ մարտնա։ Այդպես էր իրեն ժամանակ աշխատանքի տեղ ինչքան ասես աշխատող ձեռքերի պակաս։ Հիմա հակառակն է, ջահելներն անգործ են ու շատերը ոնց իրենց թոռները գործ գտել են միայն Ռուսաստանում։ Պապ ու տատի աչքն էլ միշտ նրան ճամփին է։ Իրանք էլ են կարոտում, խոսում են հեռախոսում։ Աղջիկս Ռաստովա։ Հայաստանի ամենամեծ գյուղերից է Օձունը ավելի քան 5000 բնակչությամբ։ Գյուղի 1500 հեկտար վարելահողերը բարենպաստ են մշակության համար, բայց տարեցտարի ավելանում է առվույթ, այսինքն անաստակեր խոտ ցանողների թիվը, որը մի անգամ ցանեցիր 5-6 տարի էլ է թողի հետ գործ չունես, միայն հնձել է պետք։ Դաշտը խոտ են կարել, խոտավ։ Քանի տարի է որ չեք մշակում։ Դա 7 տարի է։ Մերտյան Լելան Զևետյան կարկուտը գալիս է ջարդան, խոտը գոնյա որ ջարդում է, խոտն ալում է։
Տանեն որ։ Արի լավ կարգ։ Այգեհացիների մեծ մասը հողերը խոշոր ֆերմերի են վաճառել ու հող մշակելու գլխացավանքից իրենց ազատել։ Հողերը վաճառել են, այլ գյուղերից էլ եկել տեր են դարձել, իսկ գյուղի տների մեծ մասը դատարկ է։ Ներգործը սայա, ներգործը սայա։ Սեսա։ Թերզն էլ եկել ասայ։ Ներգործը սայա։ Ամեն դեպքում այգեհատում ճիշտ է քիչ, բայց դեռ կան գյուղացիներ, որ սեփական հող ունեն։ Պետական աջակցության ծրագրերից օգտվել ու աշնանացանց հորեն են ցանել, իսկ օրինակ կարտոֆիլի ցանց ցանել չեն կարող։ Կարտոշկեն չենք ցանում, որովհետեւ տեխնիկա չունենք։ Էտա։ Խոտ ենք ցանում, խոտնջում կողպահում։ Տեխնիկա չունեք, բա ուր է ձեր գյուղի տեխնիկան։ 40-50 տարի տեխնիկա էր, մաշվել է, հատել է, վերջացել է։ Թազեն փող չունենք, թազեն առնենք, դրա համար մնացել ենք այսօր։ Կարտոֆիլն էլ հարևան գյուղից կառնենք, շարունակում է զրուցակիցս ու ասում, որ այսքան դժգոհություններից զատ մի բան էլ կա, որից գոհ է։ Կենսաթոշակառուների բժշկական ապահովագրությունը։ Փառքաստում էլ ապահովագրել է մարդկանց դեղատալի ապերացիաներ անում, ինչ այնց պետք կնել դրանից դեղ եմ ստանում։ Երկի պուճուրանում հեշտ են կապում։ Երեգալ խոստացավ Նիկոլը, որ ապրիլի 1-ից թոշակը 10,000 ցնում է։ Առողջական բաներ են անում։ Վատա Ճիշտ է, պատմությունը հայոց լեզուն դպրոցը հանում են, թե շենքնում անշինում։ Պետություն են քանում։ Խազմագիտությունը հանում են, եղել զենք բեղնի չգիտի, բանակ են տանում գիտի, որ զենքի եդև նոյախա չէ, ասմա բանակում չեն, ասմա որ ստի սենց հավնդի ոնց կան, այտա, ընդիմադիր չկա։ Ընդիմադիր չկա։ Կա եզգի թշնամի ու եզգի հիմա մտածող։ Թեժ բանավեճը ծավալվում է հորեղբոր տղաների միջև, բայց խաղընկերները կրքերը հանդարտեցնում են ու շարունակում խաղը։ Մեկ է իրենք վաղնելի հաց են կիսելու, այնպես որ վերևների հետ գործ չունեն, ասում են։ Ավելի տեղային խոսակցություններ են ծավալվում հարևան արևածագի գյուղամեջում։ Գյուղի խոշոր կարտոֆիլագործներն այս կողմ են կողմ ընկած գնորդներ են փնտրում արտադրած կարտոֆիլն իրացնելու համար։ Վարում ցանում են, գնորդ չեն գտնում։ Ընկերս ունի, Պավլիկն ունի, պահեստը մլիքնա ընդի չի վաճառում։ Օրինակ ես գիտեմ իր պահեստը տղեսել, աշխատել, լեսել, օգնել ենք, ընդի պահեստ ծախելա կեսն ասմա ճալորած է, մի փոքր էլ դե մի ես վախնա պետքա բանը լի, բայց չեն առնում։ Այսինքն այդ մարդը վնաս կրեց։ Հա բա, եթե ծախել էր իր կարիքներին, ահագին իրան հմի ինքը այդ մարդը պակսացրել է 3 հեկտար տիցանի, 6 հեկտար էր, 3 հեկտար տիցան։ Պետք է հենց էլի իրացման խնդիր չլի, էժան սալյար կա, բան բերեն, որ օգնեն էլի ժողովրդին, էտա պահովագրությունն էտա վայթե լմա էլի կլի, բայց թենց բան է, իրացման խնդիր է։ Չի վաճառվում, քանի որ հանրապետությունում կարտոֆիլի ավելցուկ կա, ասում է գյուղի նախկին խոշոր կարտոֆիլագործներից մեկը։ Առաջ հարևան Վրաստանից մեծ բեռնատարներով գալիս ու իրենց դաշտից կարտոֆիլը տանում էին։ Իրենց մնում էր միայն արտադրել, հիմա արտադրում են, բայց գնորդ չկա։ Եթե ասենք պետությունը աջակցի հնարավորություն ունենան, թեկուզ ինքն առնի, արտահանի դա ասենք գյուղացուն ձեռնտու։ Անընդհատ վրացիները գալիս են հենց գյուղում դռանը։ Իրանց մեր ուզած գինը տալիս էին ու տանում։ Եթե իհարկե ասենք իրանց դուրն եկավ այդ կարտոֆիլը, նրանք չեն սակարկում, գինն է սա վերջ, դուրն եկավ առնում էր տան։ Գյուղ ոլորտի բոլոր խնդիրները գալիս է մի բանից, ասում է Հրաչիկ պապը։ Որ գյուղատնտեսության նախարարությունն էլի։ Գյուղատնտեսության նախարարությունը զբաղվեր, գեր գյուղերը, մանգեր, տերերին չի պակաս կա, հմի ով է տերը։ Անունը նախարար չլինի, ինչ ուզում է լինի, մենակ թե գան, իմանան գյուղացուն թև ու թիկունք լինեն, շարունակում է պապը։ Գյուղատնտեսական տարին սկսվում է ու գյուղացիները կանգնած են 1000 ու մի խնդրի առջև։ Վարկային ծանր բեռ, վառելիքի ու սերմացույի բարձր գներ, տեխնիկայի պակաս ու այդպես 1000 ու մի խնդիր։ Իսկ աջակցության ծրագրերը մեղմ ասած բավարար չեն, ասում են գյուղացիները։ Եթե այսպես շարունակվի, Օձունի Սարահարթի հազարավոր հեկտարներով վարելահողերը վտանգվում են ու աստիճանաբար կվերածվեն
խոթարքերի, ինչը լուրջ հետևանքներ կունենա գյուղատնտեսության ու այս գյուղերի մարդկանց համար, ասում են մեր զրուցակիցները։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։